Բարեդեսելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից, այսօր օգոստոսի 1-ն է 2026 թվական։ Հապկում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլև, մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը պոկել Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը անկասկած չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։ Հիմա այս հուզիչ մեկնաբանությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու արևմտյան որոշ պետություններ ցանկանում են Հայաստանը պոկել, բայց հարց, իսկ Հայաստանը չի ցանկանում պոկվել։ Բա մենք էլ մեղադրում ենք Հայաստանին, որ մինչև հիմա մեր իշխանությունները չեն պոկվում, ՀԱՊԿ-ի հետ սառեցրել են, այդպես սառեցրած էլ մնացել են։ Բայց հարց է առաջանում, ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը Հայաստանում։ ՀԱՊԿ-ը որպես կառույց 92 թվականին ձևավորվել է, մի անգամ էլ հիշենք, մինչև հաստատել կանոնադրություններ եւ այլ, 5 տարի ժամկետով 94 թվականից սկսել է գործել։ Եկել է 99 թվականը, մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը ասել են հաջողություն, մենք գնացինք։ Չեն տեսել որևէ իմաստ ՀԱՊԿ-ում գտնվելու։ Հայաստանը շարունակել է մնալ ՀԱՊԿ-ում։ Հիմա հարց է ծագում, Հայաստանը ՀԱՊԿ-ում մնացել է, որ ումից պաշտպանվի։ Ինչ անի։ Ինչ է անելու ՀԱՊԿ-ը, եթե ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկը էական չի, որ դա Լուկաշենկոն է, նա հավաքական կարծիք է հայտնում, ինքը իր անունից չէ մենակ ասում։ Ասում է, հա, դե մեր լավ բարեկամ Ադրբեջանն է, մենք քո Ադրբեջանի դեմ չենք պայքարելու։ Նույն ՀԱՊԿ-ի մեջ կան մահմեդական երկրներ, որոնք ընդհանրապես շատ սերտ համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ։ Այսինքն ՀԱՊԿ-ը այսպես թե այնպես Հայաստանին Ադրբեջանից չի պաշտպանելու։ Որևէ մեկը կարծում է, որ ՀԱՊԿ-ը պաշտպանելու է, եթե Իրանը ներխուժի Հայաստան, կամ Թուրքիան ներխուժի Հայաստան։ Վրաստանն էլ ընդհանրապես այդ թեմայի մեջ չկա, որ ներխուժի կամ չներխուժի, Վրաստանին չենք հաշվում։ Ինչ խնդիր է լուծելու ՀԱՊԿ-ը, եթե մենք խոսում ենք, որ տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, մեր տարածաշրջանում ով է ՀԱՊԿ-ի անդամ։ Երկու հարավկովկասյան հանրապետություններ, երկուսն էլ ՀԱՊԿ-ի անդամ չեն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀԱՊԿ-ի տարածք հանդիսացող Հայաստանի վրա Ադրբեջանը հարձակվեց, ՀԱՊԿ-ը մի հատ էլ մուննաթ էր գալը, բա ուր է քո տարածքը։ Մի հատ գծերը քաշեք, մի հատ տեսնենք ինչ է կատարվում։ Ենթադրենք 30 տարի կարող է դեմարկացիա դելիմիտացիան տևի։ 30 տարիով մտնի Հայաստան, դուք պետք է ասեք տարածքը անհասկանալի է։ Այսինքն հիմա որ հուզվում եք Հայաստանը, ենթադրենք այլ անվտանգային տարբերակ է որոնում, չորոնի, դուք չկաք, գոյություն չունեք, եւ ինչի մենակ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ հանդիսացող Ռուսաստանը միջպետական պայմանագրեր փոխօգնության չունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն էլ չխառնվեց, երբ որ Հայաստանի տարածք մտան։ Այնպես որ ինչ եք բացատրում, որ Հայաստանը, որ ցեղասպանություն տեսած, պատերազմ տեսած երկիր, իր անվտանգության մասին մտածում է, պետք է չմտածեր։ Կամ էլ հույսը պետք է չդներ թեկուզ ուժեղների հետ համագործակցության վրա։ Բայց այդ ասում եք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բայց եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ հզոր երկրներ կան, որոնց համախառն ներքին արդյունքը Ռուսաստանից մեծ է, բայց իրանք մտածում են, որ հավաքական անվտանգությունը ավելի արդյունավետ մեխանիզմ է, ոչ թե անհատապես իրենք պայքարեն արհավիրքի դեմ։ Այսինքն Գերմանիան չի հուզվում, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, հավաքական անվտանգության կառույցի։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան չեն հուզվում, Հայաստանը պետք է հուզվի, որ ինքը հավաքական անվտանգության որևէ ճկուն մեխանիզմ որոնի։ Ու դրա համար Հայաստանը մեղավոր է։ Սա պետք է հստակեցնել, եւ նրանք, ովքեր ՀԱՊԿ-ից
հքեցին ու դուս եկան կներեք արտահայտությանս համար ի նկատի ունեն Վրաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանը տենց համառորեն չէր պնդում որ նրանք մնան որովհետև մի քայլ արեցին ու դուրս եկան Այս այ Հայաստանին քանի որ իշխանությունները վախվորած բերեք սառեցնենք հետո տեսնենք ինչ կլինի չէ էլի սառեցած կշարունակենք հետո անդամավճարը չենք տա հետո լամիք չել կձգենք լամա տեսնենք ինչ է ալնում երկրի ներսում ելնեն ուժեր որ ասեն պետք չէ հապկից դուրս գալ ուժեր ելնեն որ ասեն Ռուսաստանի հետ լավ ելնել էլ ինչի դե Ռուսաստանը մեզանից ձեռքաշի բոլորի ձեռաքաշել Հայաստանից համառորեն չէ, որտեվ Հայաստանը ձեռ չի քաշում Ռուսաստանից։ Բա ինքն էլ ասում է, բայց թե դուք ձեզ կոտորում եք այսքանից հետո, ուզում եք ելնեք իմ ենթակայության տակ, ինչի պետք է ես չհամաձայնվեմ որ։ Դրա համար շատ հեշտությամբ հապկից էլ դուրս եկավ, Վրաստանն էլ Ադրբեջանն էլ շատ հեշտությամբ հապկից բանից բազաները հանեցին Վրաստանն էլ Ադրբեջանն էլ։ Այն դեպքում, երբ որ հապկի որևէ անդամ պետության հետ ցամաքային սահման էլ չունենք, որ ասենք մեզ օգնության կհասնեն, ցամաքային որևէ տեղով։ Պետք է անցնեն կամ Ադրբեջանով, կամ Վրաստանով։ Իսկ այն երկուսը հարևան են, ցամաքային սահմանել ունեն եւ Ռուսաստանի հետ Վրաստանը եւ Ադրբեջանը։ Հիմա մի հատ նայենք Վալդբրիսի հիմնադիր Տատյանա Կին։ Սա այն Վալդբրիսն է, որի այդ մարքեթփլեյսերին, այդ պահեստային տարածքներին հարվածներ են հասցնում ուկրաինական դրոնները։ Հիմնադիր Տատյանա Կին Վալդբրիսի ենթակառուցվածքների վրա հարձակումներ են խաղաղ քաղաքացիների վրա եւ կրկնեմ ոչ միայն ռուսաստանցիների Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղստանից, Բելարուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից եւ Չինաստանից։ Այդ երկրների ձեռնարկատերերը նույնպես միլիարդավոր վնասներ են կրել։ Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ ընկերության օբյեկտներին հասցված հարվածներն ազդում են 10 երկրների 100 միլիոնավոր մարդկանց վրա, աշխատակիցների, վաճառողների, արտադրողների, լոգիստների, հանձնման կետերի սեփականատերերի, ինչպես նաև այլ ձեռնարկատերերի, կատարողների եւ գրորդների, ներառյալ քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբերը։ Բայց հարց է առաջանում. Ուկրաինան հարվածում է Ռուսաստանի տարածքում, այո, շատերն են տուժում, բնական է, բայց հարց Ռուսաստանը մտել է իր հարևանի տարածք եւ համարում էր, որ մթամետ պատերազմը մեզ ինչ, ուրիշի մոտ մարդ ենք սպանում, տները ավիրում, քանդում, բռնաբարում, ինչ ուզում ենք անում ենք, թալանում ենք, բայց այդ պատերազմից ինչի՞ պետք է դժգոհեն։ Իսկ հիմա երբ որ պատերազմը տեղափոխվում է իրանց տարածք, նոր կամած հասկանում են, ասում են, բա մեր ինչին էր պետք է այդ պատերազմը, բա չէիք ուզում հարվածել։ Ինչ է Ուկրաինան չի հասկանում, որ Վալդբրիսի պահեստներին հարվածելու անունը գեղեցիկ տես marketplace եւ այլ հարվածելու դեպքում այդ տերմինալներին արդյունքում ինչա ստացվելու բարդ է հաշվարկել այդ ֆանտաստիկ քանակության բեռը որը տեղ կուտակված է հարված ուտելուց հետո ի վերջո ինչ որ մեկը դրանից տուժելու է Կապ չունի Տատյանա Կիմը կվճարի, կփոխհատուցի մասնակի կամ ամբողջությամբ, թե կորուստներ կունենան այդտեղ ապրանքներ ունեցողները։ Կապ չունի պայմանագիրը կհանես եւ կապացուցես ինչ չափի փոխհատուցում է։ Ուկրաինան չգիտի, որ այդ հարվածները հասցնում է այդ ֆանտաստիկ քանակությամբ գումարների ապրանքներին հարվածելու դեպքում կամ ապրանքի տերերն են վարկով վերցրել բանկերից օգտվել կամ այդ կառույցը Վալդբրիսը պետք է այդ փողերը փոխհատուցի եւ շատ մեծ կապերի մեջ են շատ լուրջ գումարներ ներգրավված ռուսական բանկերի կողմից Գործնականում եթե հանկարծ Վալդբրիսը հայտարարի որ ինքը ի վիճակի չի վճարել Եթե ինքը արդեն հայտարարի, որ ինքը սնանկ է ճանաչվում, իր հետ հերթականությամբ մի քանի բանկեր սնանկ կճանաչվեն, որտեղ չեն կարողանա այդ գումարների տակից դուրս գալ։ Բավական մեծ միջոցներ են ներգրավված։ Այդ ինչա մարդիկ չեն հասկանում, դա ինչա։ Ու կապ չունի դա ով դրանից կտուժի։ Տուժելու է բանկային համակարգը, որովհետև այդ գումարները չի վերականգնվելու։ Պատերազմում եք, բա ուզում եք ձեզ հարված չհասցնեն, բա նավթավերամշակման գործարանն էլ պետք է հասցնեն, բա ձեր պահեստներին էլ պետք է հասցնեն, բա ինչ պետք է անեն։ Բա պատերազմ է։ Ոգևորված ասում եք գնանք կռվենք։
Հիմա էլ կանգնել է Ռուսաստանն ասում է թող ինձ տան Դոնբասի են մնացած հատվածը, ես պատերազմը եթե չէ շարունակում եմ։ Մարդիկ է պարզ հարց են տալի, ասում են Ռուսաստան, կոնկրետ քո համար Դոնբասի մի քանի կիլոմետր ինչ է տալու Ռուսաստանի քաղաքացի։ Ինչ է տալու քեզ։ Ավերած մի հատ տարածք ինչ է տալու քեզ։ Ինչ ես անելու։ Ընդ գործարան է մնացել։ Ինչ հա մնացել զորոյստի դնեն գործարան կառուցեն 21-րդ դարին հարիր, ինչ Ռուսաստանի տարածքում կարողանում են կառուցել, մնացածը այդ ավերակներում կառուցեն։ Ինչ են անելու, վարելու են, ցանելու են։ Դուք այնտեղ տեսել եք թե ինչքան դրոններ, բան են դրոն եմ ասում, ականներ կա։ Այդքանը ով է հանելու ականազերծելու։ Իսկ գիտեք, քանի արգ ու քանի ռումբ ու չգիտես ինչա որ ընկել է ու չի պայթել։ Այնքան էլ անորակ բաներ կա, որ ընկել է ու չի պայթել, ու այդքանը հավաքելու համար տասնամյակներ է պետք, ոչ թե տարիներ։ Ռուսաստանի քաղաքացին չի հասկանում, ինչ Պուտինը որ գլուխը գովա, ասի հաղթել եմ, այ իմ ուզածը ստացա, իր ուզածը ինչն էր։ Այդ մի քանի կիլոմետրը, ու դրա գինը ինչն էր։ Բայց դրա համար Ուկրաինան հեշտությամբ ասում է, համաձայն եմ, այս գծով եկեք կանգնենք, որովհետև իմ քաղաքացին ինձ համար թանկ է։ Նույնիսկ եթե ես հակահարձակման եմ ասնում, նույնիսկ եթե ծանր հարվածներ եմ հասցնում, հանուն իմ քաղաքացու որ չզոհվի, պատրաստ եմ այսօր շփման գծով գիծը քաշենք ու պատերազմը դադարեցնենք ու սկսենք բանակցությունները։ Բայց Ռուսաստանն ասում է չէ։ Չէ, ես պետք է այդ մի քանի կիլոմետրը վերցնեմ։ Ու դրա համար պետք է զոհեր տամ։ Ու դրա համար բազարմանում եք, որ ձեր Պահեստին խփում են։ Դե դատար գլխին պետք է խփեն, Պահեստին ինչի, մենակ Պահեստին։ Հիմա տեսնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ջրառատ բնակավայրում գործող Սասունցի Դավիթ ընկերության ձկնաբուծարան։ Ինչի սա ուղղակի ներկայացեցի, որտեղ օրերս ինքը խոսեց այս մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց ընդհանրապես ձկնարդյունաբերության ոլորտի արդյունավետության հարցը համեմատության մեջ դնելով բնությանը հասցված վնասներն ու ստացված օգուտները։ Փաշինյանը պետեկամուտների կոմիտեից է պարզել երկրի անգին ռեսուրսը արտեզյան ջրերը սպառելով ձկնաբուծական ոլորտը տարեկան միայն 2.5-ից մինչև 3 միլիարդի հարկ է վճարում։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ, ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք էլ ստվերի հետևից պետք է գնանք, ասաց Փաշինյանը։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ձկնարդյունաբերության արտադրանքը չեն կարողանում արտահանեն Ռուսաստան, Եվրոպան էլ առայժմ դա չի ուզում։ Փաստաթղթային առումով խնդիր չկա, բայց խնդիր կա որակական որոշակի առումներով, նորմատիվների առումով Նիկոլ Փաշինյանը շտապեց ասել, որ դա անորակազգի ինքը չի էլ ուտում, այսինքն դա է պատճառը, որ Եվրոպայում չեն ուզում։ Հա, բայց անմիջապես սկսեց ուսումնասիրել եւ պարզեց, որ այդ արտեզյան ջրերը, որ հանում են, բավական լուրջ վնաս են հասցնում մեր բնությանը։ Բայց դա առաջացավ այդ խնդիրը իր մոտ այն ժամանակ, երբ որ ասում են, բա որ Ռուսաստանը փակել է, ապրանքը Եվրոպա չենք կարող ուղարկենք, կառավարությանը մեղադրում էին արտաքին քաղաքականության հարցում ոչ ճկուն մոտեցում ունենալու մեջ։ Եվ ինքը որպես ինձ մեղավոր չճանաչի, անմիջապես առաջարկեց, որ ուսումնասիրենք արդյունավետությունը, բամերին չին է պետք դա, բայց մարդիկ էլ հարցնում են, ասում են, բա 8 տարվա վարչապետ ես, նոր իմացար, որ արտեզյան ջրերը, որ հանում են, ջրերը պակասում են, կողքի բնակավայրերի բնակիչները շատ լուրջ խնդիրներ են ունենում, սա մեկ, երկրորդ այդ ջրի բակարդակը իջնելու պարագայում կարող է վաղը մյուս օր անգամ հարց առաջանա փլուզումների, որովհետև շատ-շատերը մասնագիտորեն բացատրում էին, որովհետև եթե դա իջավ, հետագայում կարող է լուրջ խնդիր առաջանա։ Տակը դատարկվելու պարագայում, եթե այնտեղ չապահովես համապատասխան ձևի լուծումները, դա կարող է ուղղակի փլուզում առաջացնել, մեկի շուրգած տեսնես միանգամից փլուզվեց։ Հսկայական տարածքներ։ Ինչա մասնագետները այդ հարցերը չեն բարձրացել, բայց ով աբանի տեղ դրե մասնագետների ասացին։ Փող է դուրս գալիս, մարդիկ փող են աշխատում, ինչ մասնագետ, ինչ արհավիր, ինչ փլուզում, ժողովուրդ ջան։
Մինչև մի հատ պրոբլեմ չլինի, մեր իշխանությունները հոտեղներից չեն շարժվում բացատրեն, որ բամերին չին է պետք է ձկնարդյունաբերությունը։ Այո, միտեղ հերդե հալնում, գնում նայում ասում են ժողովուրդ, բայց ինչի հերդե եղավ, բայց ինչի մենք կանխարգելիչ ոչինչ չենք արել։ Միտեղ մի հատ խողովակ ալնում, երեխան գնում է գետը, գնում է խողովակը, կտրում են, ասում են դա վտանգավոր է։ Չեն մտածում, գուցե խողովակի տեղը պետք էր վաղուց 8 տարվա մեջ մտածած լինեիք, ուրիշ բան ունենայիք, որ մարդիկ անցնեին գետը չընկնեին։ Այսինքն մինչև մի բան չկա, որով դուք կարողանաք կանխարգելեք, կանխատեսեք, պատկերացնեք, կամ եթե որևէ մեկը պատկերացում ունի մասնագետը հարցը բարձրացնում է, դուք հարցին լուծում տաք, հարցի լուծումը առաջանում է այն ժամանակ, երբ որ մի հատ արհավիրք կատարվում է։ Հիմա դրա համար դուք ժամանակին այս մասին ինչի չէիք մտածում։ Հիմա հարցը որն է, գնացել է մտել է ինչ որ մի հատ ձկնարդյունաբերության որևէ ձեռնարկություն, ձկնաբուծարան։ Եթե ձկնաբուծարանը ասի, որ ես պրոբլեմ չունեմ ապրանքի իրացման, այս ինչ հեքիաթ, որ Նիկոլ Փաշինյանը պատմում էր ջրի մակարդակը իջնելու, մեր անգին արտեզյան ջրերը եւ այլն, վերջ կմոռանա։ Էլ ինչի մասին է խոսքը։ Եթե ինքը մարդը կարողանում է ապրանքը իրացնի, հա թող ջուրն էլ ինչքան ուզում է օգտագործի անխնա, կփլուզվի, կասենք ինչ որ մեկը մեղավոր էր, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Որևէ հարց մեր մոտ չի լուծվում։ Իսկ մասնագետները նոր են այս հարցը բարձրացրել։ Ով է մասնագետներին լսում ընդհանրապես մեր երկրում։ Պրոֆեսիոնալ կարծիքը ով է լսում։ Այդ դրա համար չեն հավատում, վաղը մի բան կլինի, ինչի մենք պատրաստ չէինք եվրոպական շուկա մտնելու, որտեղ ոչ մի կանխարգելիչ քայլեր չէինք արել, ոչ մի տնային աշխատանք չէինք արել։ Ընդհանրապես հայտարարել ենք, որ մենք ուզում ենք այդ ուղղությամբ գնալ։ Հայտարարությունը համարվում է մեր մոտ գործ։ Արվել է արդեն, վերջ։ Կամ հայտարարել են, որ Եվրոպայի հետ պայմանավորվել ենք սերտիֆիկատի հարցը ձկնաբուծարանների հետ կապված լուծել ենք, արխային կարող եք ուղարկել Եվրոպա։ Կարող ենք ուղարկել, բայց կարող ենք ուղարկել, եթե այդ ապրանքը չի իրացվում։ Պսա է։ Իսկ եթե չի իրացում, մի հատ խորանանք հասկանանք։ Խորանում ենք, մեկ էլ տեսնում ենք, որ այն մարդ մենք ծով չունենք, այսքան ձկնարդյունաբերությունը մերին չին է պետք։ Էն էլ մեր բնությանը սենց անդառնալի հարված հասցնելու։ Ընդհանրապես մեզ այս կարգի կառավարություն էլ պետք չի, որ ամեն ինչը հետևանքներն է վերլուծում։ Մեզ առաջանցիկ տեմպերով նայող կառավարություն է պետք։ Մի բան էլ ուղղակի սա էլ մեզ հետաքրքիր է, թեպետ թվում է, թե ուղղակի չի առնչվում, բայց Նաուրուի հանրապետության կառավարությունը հայտարարում է Հարավային Օսիայի հանրապետության եւ Աբխազիայի հանրապետության որպես անկախ պետություններ ճանաչումը հետ կանչելու մասին։ Նաուրուի հանրապետությունն անհապաղ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ։ Վրաստանի արտգործնախարարությունն այս որոշումը որակել է որպես միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքի նշան եւ հայտարարել, որ Թբիլիսին պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Նաուրուի հետ եւ ամրապնդել երկկողմ համագործակցությունը հիմնվելով ընդհանուր շահերի վրա։ Հիմա հարցածագում էս Նաուրուն ով էր։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Վրաստանի քարորյա պատերազմից հետո, երբ որ օգոստոսի 8-ին Հարավային Օսիայի վրա վրացական զորքերը հարձակվեցին, դրանից հետո ռուսական զորքը մտավ, ռոքի թունելով էլ անցավ, տանկերը քշեցին, հայերը հասնում էին Թիֆլիս, Ֆրանսիայի նախագահ ուղղակի գնաց խնդրեց, ասեց կանգնացրեք, հող հայտարարք չեք, ուր եք գնում։ Վերջը, այդ ամեն ինչը անցավ, Աբխազիայի Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանը ճանաչեց։ Իդեպ, անկախությունը ճանաչեց օգոստոս ամսին էր, չէ, 26-ը, որովհետև հիմք ընդունեց այն նախադեպը, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի անկախությունը ճանաչեց ժամանակավոր ինքնակառավարման մարմինը։ Այսինքն ինքը չճանաչեց Կոսովոյի անկախությունը, թեպետ 100-ից ավել պետություն ճանաչեց, Ռուսաստանը չճանաչեց։ Բայց ասելով դե որ դուք ճանաչում եք Կոսովոն,
մենք էլ ճանաչում ենք Աբխազիան ու Հարավային Օսիան, չճանաչելով Կոսովոն, Կոսովոյի նախադեպը օգտագործեց, բայց եթե Կոսովոյի պարագայում 100-ից ավել պետություն ճանաչեց, ու դա բավարար էր, որ ենթադրենք ինչ-որ քանակության պարագայում նա դառնար ՄԱԿ-ի անդամ, բայց քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները պետք է համաձայնություն տային, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին, այդպես էլ Կոսովոն ՄԱԿ-ի կողմից չճանաչվեց, բայց Ռուսաստանը երբ որ ճանաչեց Աբխազիան ու Հարավային Օսիան, այդ դեպքում էլ ով իրան ճանաչեց, այդ Նաուրուն ով էր, Խաղաղ օվկիանոսում կղզի պետություն, մակերեսը 21,3 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 13,528, հեռավորությունը, որպեսզի պատկերացնեք, Սուխումից 12,886 կիլոմետր։ Պետություն, որը 1968 թվականին անկախություն ստացել, մինչև այդ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիներն օկուպացրել էին, դրանից առաջ Ազգերի լիգայի կողմից տրվել էր մանդատ Ավստրալիայից անկախանալու հետ կապված, այդ մանդատը տվել էին Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային։ Եվ վերջապես Նաուրուն ստացավ անկախություն, եւ ինքը այնպես չի, որ ինքը Ռուսաստանի հետ սերտ հարաբերություն ուներ, դրա համար ճանաչեց Աբխազիայի Հարավային Օսիայի անկախությունը։ Ուղղակի ինքը ոգևորվել էր, որ դե ինքն էլ է անկախ դառել, մեր պես անկախներին ճանաչենք։ Դրա համար եմ ասում, Ռուսաստանը առանձնապես այնտեղ ներկայացված չէր։ Իսկ Նաուրուն, որպես կղզի պետություն, աշխարհում ամենափոքրն է, իսկ որպես ընդհանրապես պետություն ամենափոքր երրորդը։ Վատիկանից, Մոնակոյից հետո։ Էսա Նաուրուն, որը ժողովուրդ ջան, այդ հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսում գլխի անգե, որ Ռուսաստանը էլ առաջվա Ռուսաստանը չի, ժողովուրդ ջան, այ ձեր ցավը տանեմ, մի հատ էքսկուրսիա, մեր տուր օպերատորներն ինչով են զբաղված, բերեք այս ժողովրդին տանենք Նաուրու, Նաուրացիները իմիջայլոց բնիկները շատ զարգացած են, տերևով, նիզակով, կարգին նորմալ մարդիկ են, տանենք մի հատ ծանոթանան, ասեն ժողովուրդ ջան, դուք որ ծառից եք իջե, որ մինչև հիմա Ռուսաստանի վրա եք հույսները դրել, մենք արդեն Ռուսաստանի ձեռ ենք քաշել, Նաուրույում ժողովուրդ ջան, էլ ինչ անենք, ասեք, ում խնդրենք, որ տանի այդ էքսկուրսիան կազմակերպի, արդեն ընդեղ գլխի են ընկե, որ Ռուսաստանը մոռացեք, էլ ինչ անենք, ժողովուրդ ջան, հիմա իսկ, հա, մի 4 երկիր դեռ կա, որ անկախությունը ճանաչել է բանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, ի նկատի ունեմ Ռուսաստանը դե թե ինքը ճանաչել է, Նիկարագուան, Վենեսուելան եւ Սիրիան։ Վենեսուելան կարող է պատահաբար հիմա Ամերիկայի ազդեցության տակ է։ Հաջորդն էլ կարող է ինքը հրաժարվի։ Բա Սիրիան, ժողովուրդ ջան, կարող է Սիրիան Ռուսաստանի ազդեցության տակ է, ես ճիշտ եմ հիշում։ Հա, բա Նիկարագուան ինչի պետք է չպաշտպաներ, որ Դանիել Օրտեգան, ժողովուրդ ջան, հեղափոխական Անաստազիո Սամոսային հեղափոխության, Սամոսայի դիկտատուրայի դեմ պայքարել էր։ Այդ են հայտնի Սամոսան է, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր Սամոսան շանտաղա է, բայց մեր շանտաղան է։ Այո, ես նաև ուղղակի հստակեցում եմ մտցրել, որ Սամոսան 32 թվականին էր արդեն դիկտատոր, իսկ 32 թվականին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը չէր։ Հերբերտ Գուվերն էր, 31-րդ նախագահ հանրապետական, իսկ Ռուզվելտը դեմոկրատ, այսինքն Սամոսան որպես դիկտատոր դեմոկրատների շանտաղան չէր, Ամերիկայի շանտաղան էր։ Սամոսային հիմա Օրտեգան հաղթեց, դիկտատորից փրկեց եւ դրանից հետո մինչեւ այսօր նախագահ։ Չնայած դե այնպես չի, որ ինքը չի հասկանում, որ 80-անց մարդա արդեն ինքը հոգնել է, ժողովուրդ ջան, էլ չի ուզում մենակ պաշտոնավարի նախագահ աշխատի։ Հիմա ինքը ուղղակի համեստորեն համանախագահ է աշխատում, որտեղ մյուս համանախագահը գիտեք ով է, հա Իրաքին է, ժողովուրդ ջան։ Հա, այ այս բանն է, Օրտեգան է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Այսպես ժողովրդավար անձնավորությունը։ Դրա համար
Ժողովուրդ ջան, այն մյուսները հետո պարզը արդեն հասկացաք, որ նրանք ինչ են անելու, բայց Նաուրուի օրինակը մեզ համար ապտակ է, ժողովուրդ ջան, մեր ռուսամերների, ռուսամետների, ռուսաստրուկների, ռուսաճորտերի համար սա ուղղակի ապտակ է, ժողովուրդ ջան, շարախկոցով է ձենը նենց հալսվում։ Իսկ մի բան էլ, Իսպանիայի հետ կապված շատ աղմուկ բարձրացավ, թե այս կատարվեց, բարոկոից մտան փախստականներ եւ այլ, ի վերջո հասկանանք լավ է, ինչ ա որ այդքան խոսում են, որովհետեւ շատ-շատերին ասին, տեսակ, եվրոպական մի շարք երկրներ Շենգենը փակում են Իսպանիայի հետ, խստություն են մտցնում, Իսպանիայից նեղանում են, Իսպանիան էլ իրանցից է նեղանում, էս էլ ձեր Եվրոպան, էս էլ ձեր ազատ վիզային ռեժիմը, էս է ձեր Շենգեն գոտին, որ այդքան ասում էիք, փլուզվե հայ-հայեր ուզում են ասեն փլուզվեց արդեն վերջ էլ Իսպանիա չկա Եվրոպա չկա քանդվել է ժողովուրդ ջան հանգստացեք տենց բան բացարձակ չկա ինչին է վերաբերվում իսպանական Սեուտայում Մարոկոյի ցանօրինական ներգաղթյալների մի մասը ինքնակամ զբաղեցել էր դատարկ տները քաղաքում արձանագրվել են նաև գողություններ առևտրային օբյեկտներում ինչպես նաև ագրեսիվ վարքագիծ տեղացիների նկատմամբ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով Սեուտայից հեռացել է ավելի քան 48300 ներգաղթյալ 5-շաբթի առավոտվանից սահմանը հատել էր մոտ 50,000 մարդ ասում են նույնիսկ կարող է մի քիչ էլ ավել Իսպանիայի կառավարությունը հայտնել է սահմանային անցակետերում 57 մարդու մահվան մասին լավ ի վերջո ինչ է պատահել Մարոկոից մտել են Իսպանիա, բայց մոռանում ենք, որ Մարոկոից Իսպանիայի տարածք մտել են, բայց Իսպանիայի այս Սեուտան դա գտնվում է Մարոկոյի հարևանությամբ, Աֆրիկայի հյուսիսում։ Դա ուղղակի իսպանական տարածք է։ Եթե իսպանական տարածք է, Եվրամիության տարածք է, բայց դա Աֆրիկայում է գտնվում, Մարոկոյի հարևանությամբ։ Քայլելով կարող էին մտնել, ել չենք ասում, որ ջրով էլ կարող էին Ինչ Եվրամիության քանդվել, ինչ Շենգենի քանդվել։ Մարդիկ էլ ասում են հարգելիներս, այ հարգելի Իսպանիա, դու քո տարածքից դուրս այդ մարդիկ կոնտինենտալ Եվրոպա չեն մտել, Աֆրիկայը մտել են Իսպանիայի տարածք։ Գնա մի հատ տիրություն արա այդ տարածքում, մի հատ քաղաք պետք է տիրություն անես, էլի։ Մի հատ այդ քաղաքին տիրություն արա, դրանց դուրս արա, մեկ թույլ էլ մի ոնց պետք է նրանք այդ տարածքից Աֆրիկայից մտնեին անարգել եվրոպական որևէ երկիր։ Գնա փագի հարցերդ լուծի։ Իսպանիան էլ գնաց փագեց հարցերը լուծեց։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ փլուզում Եվրոպայի, եվրոպական արժեքների, չէ նենց էլ բաներ են ան, բայց չեք կարծում Մարոկոից այդ ոնց մի անգամից մի 60,000 մարդ որոշեց մտնի Իսպանիայի տարածք։ Չգիտեր, որ Իսպանիայի այդ տարածքից չի կարող մտնի կոնտինենտալ Եվրոպա, ոնց է մտնելու։ Այն մտնողը ներ, այնա Ջիբլալթարով կմտներ էլի, բթան որ մտավ այնտեղ, այդտեղից ոնց էր գնալու Եվրոպա։ Բայց մի խնդիր կա ժողովուրդ ջան, ոնց կարող է պատահի չիմանանք ում մատնախառը։ Ընդհանրապես այս նախորդ ամսվա ընթացքում, այսինքն հուլիսի դեմ մի օր անցել օգոստոսը։ Ռուսաստանը Մարոկոից գնել է 30,000 տոննա բենզին։ Հասկացաք։ Ռուսաստանը բենզինը գնել է, փողը տվել է, բա Մարոկոին չասի, որ ժողովրդին մցրու, որ Եվրոպային խայտարակ անենք։ Արեցիք։ Դուք խայտարակ եղաք։ Այն օրին եք ասել, որ Մարոկոից բենզին եք ուզում, այդ ձեր խիղճը մեռնի։ Մի հատ էլ ասում եք, բա մենք ձեզանից այդքան բենզին առնենք։ Մի հատ մեր խաթեր չգնաք Եվրոպայում բզբզեք։ Հիմա որ վաղը այդ նույն նավերին խփեն Եվրոպացիները Ռուսները պետք է ասեն, բա մենք դրա հետ ինչ կապ ունենք, ժողովուրդ ջան, բա մենք ինչ գործ ունենք Մարոկոյի հետ, բա այդ ում բենզիններ, արդեն տեղը հասել, դատարկել են, օգտագործում են, գիտեք չէ, որտեղ ռուսի մատը խառը ելնի, այնտեղ ոնց կարա իրավիճակը սենց չլինի, այնպես որ այդ հարցերը կարգավորվող են, կարող եք չանհանգստանալ։ Մի հարց էլ Նայենք հետո հետագայում էլ Իրանի թեմաներին կանրադառնանք, որտեղ սա էլ է մեզ հետ ուղղակի առնչվող։ Իրանի բանակի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին հայտարարել է, որ մուսուլմանական երկրները պետք է հեռատեսություն ցուցաբերեն
հետևեն տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին եւ վերանայեն Վաշինգտոնի հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը։ ԱՄՆ-ն արագացնում է տարածաշրջանային հակամարտության լայնամասշտաբ էսկալացիայի կուրսը, ձգտելով ապօրինի տիրապետություն հաստատել Մերձավոր Արևելքում։ Աբդուլլահին նշել է, որ տարածաշրջանի երկրներն ԱՄՆ-ին տրամադրում են իրենց ֆինանսական ռեսուրսները, ենթակառուցվածքները եւ ռազմավարական հնարավորությունները, որոնք հետագայում որպես վահան են օգտագործում ամերիկյան զինված ուժերի համար, միաժամանակ ամրապնդելով Իսրայելի ռազմական ներուժը։ Ցանկացած երկիր, որը պաշտպանական վահան կդառնա ԱՄՆ-ի համար, կայրվի պատերազմի կրակում, հայտարարել է հրամանատարը։ Այն մենք պաշտպանական վահան չենք դառնում Ամերիկայի համար, Ամերիկայի զորքն էլ Հայաստանում չկա, դրա համար չէր իմ մտահոգությունը։ Իմ մտահոգությունը, որ երրորդ անգամ Իրանից ասում են կոչ են անում իսլամական համերաշխության։ Այդ դեպքում հարց։ Ես չեմ ասում, որ այն երկրները, որոնց կոչ է անում Իրանը, նրանք էլ լեղապատառ հետա գնացին Իրանին, միացան ընդդեմ Ամերիկայի։ Չէ, տենց բան չի լինելու։ Չի լինելու, որովհետև իրանք իրանք շահերը ունեն։ Բայց չէ, Իրանը մեր հարևանն է, որի հետ մենք խնդրեմ չունենք։ Բայց ասում ենք Իրանը ուրիշների հետ խնդրեմ ունի, մենք կարող այդ պատճառով խնդրեմ ունենանք։ Համառորեն Իրանը գործընկեր ճանաչումը կրոնական պատկանելությամբ դա ձեզ չի մտահոգում։ Մենք քրիստոնյա չենք, մենք իր հարևանն ենք, քրիստոնյա ենք, բայց նա ասում է հարգելի մահմեդականներ, հավաքվեք, որպեսզի մենք միասնական հավաքական պատասխան տանք ախր այդ Ամերիկային ու Իսրայելին։ Եթե Իրանը Ամերիկայի ու Իսրայելի հետ կապված բան է ասում եւ ասում է արաբական երկրներ, եթե օգնեք պատասխան եք ստանալու, մենք ասում ենք, բայց Իրանին ինչու եք մեղադրում։ Հարվածում ես նա էլ պատասխանում է։ Բայց երբ որ Իրանն ասում է ժողովուրդ հավաքվեք կրոնական ընդհանրությամբ ու պատասխան տանք, բա մենք մեր համար չմտածենք, բա մենք այդ կրոնից չենք, ինքը մեր մասին ինչ կարծիքի է։ Վստահենք Իրան մեր անվտանգությունը, թե չէ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ականատես կլինեք որոշակի ջանքերի, որոնք ուղղված կլինեն պարզելու արդյոք մեզ կհաջողվի վերսկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները եւ վերջ դնել այս պատերազմին։ Իհարկե, այն որ Միացյալ Նահանգները շահագրգռված է պատերազմի ավարտով, դա բնական է։ Այն որ իրավիճակ է փոխվել Անկորիջի բանակցություններից հետո Ամերիկան հասկացավ, որ Ռուսաստանի այդ հզորությունը փուչի կա, ասես բայել ինչի եմ իրան պաշտպանում, հիմա իրանք մտածում են, որ այնուամենայնիվ ինչ էլ ուզում ա լինի, Ռուսաստանի շահերն էլ հաշվի առնելով տանեն խաղաղության ճանապարհով։ Իհարկե ամբողջությամբ պատկերացնել, որ կկոտրեն Ռուսաստանը, Ամերիկան դեռ չի հաշտվել այդ մտքի հետ։ Այն դեպքում, երբ որ բացառիկ շանս էր տվել Դոնալդ Տրամպը Անկորիջում Վլադիմիր Պուտինին, եկել ես, հանդիպել ես, տարապի մոտ դիմավորում է, խալին փռել է, եկել է քեզ հավասարը հավասարի հետ քո հետ շփվում է, Աստծուց կրակ էիր ուզում, ասեիր, բայց մեծ աղբերը, որ սենց ինձ սենց դիմավորեց ու սենց առաջարկեց խաղաղություն, ես դա ոնց չընդունեմ։ Դու գործնականում գնացիր պրետենզիաները ներկայացրեցիր, Ամերիկան լսեց, հետո մտածեց անի չանի, հետո տեսավ, որ իրականում այն ինչ որ ասել է սուտ է, դու այդ հնարավորությունները չունես, ասեց ոնց, եկել էր մեզ խաբում էր։ Բացառիկ շանս ուներ Պուտինը Թրամփի վրա գցեր այդ պատերազմը դադարեցնելը ու ասեր դե իրա խաթեր դե ոնց կարանք չանենք, մարդը ուզում է պատերազմը դադարացնի։ Դու արդեն խաբել ես ու արդեն բռնվել ես։ Դրանից հետո նոր բան մի սպասի։ Թեպետ էլի այսքանից հետո դեռ Ամերիկան մտածում է, որ ի վերջո Ռուսաստանին վերջնական չոչնչացնի կամ Պուտինին։ Մարկո Ռուբիոն մեկ հարցում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն լինի դա տնտեսական, թե Աստված մի արասը ռազմական աղետալի կլիներ երկու երկրների եւ աշխարհի համար։ Դրանում է արտաքին քաղաքականության բարդությունը։ Յուրաքանչյուր վարչակաց ստիպված է հավասարակշռություն փնտրել այս երկու հակադիր ուժերի միջև։ Իհարկե շատ լավ է հնչում Մարկո Ռուբիոյի կողմից այս ձևակերպումները, բայց մարդիկ հիշում են, չէ՞, հիշողությունից վատ չեն։
այս նույն ադմինիստրացիան չէր Դոնալդ Տրամպի, որ ասում էր մեր օվկիանոսա բաժանում Եվրոպայից մեծ եվրոպական խնդիրները չի հետարկում, թող Եվրոպան էլ Ուկրաինայի հարցով զբաղվի, մենք հետ ենք քաշում Եվրոպայից զորքերը եւ մտածում ենք ամեն ինչ կենտրոնացնենք Ուկրաինայի ներողություն Չինաստանի դեմ, որ Չինաստանին մեկուսացնենք։ Բա Երևանից երևում էր, որ դուք խորը թյուրիմացության մեջ եք։ Ասում ենք Չինաստանին չեք կարողանալու մեկուսացնել։ Ասում ենք Եվրոպայից որ ձեռք քաշեք դուք եք մեկուսանալու։ Էս ինչ եք անում։ Պետք է Եվրոպային հզոր ձևով թիկուն կանգնես, որպես ուժի կենտրոն ճանաչես, Եվրոպան է զինվի այդ ուժի կենտրոնը լինի, մի հատ էլ դու ունես, երկու հոգով է շնոր հանեք, ասեք լավ Չինաստան այդ մասն է քեզ ենք թողում, լավ էլ գործընկեր կարա, բայց դե սա խելքդ գլուխը հավաքի, մենք ենք քեզ այդ ուժի կենտրոնը նվիրել, դու այդքան չկայիր։ Բա մենք ինչ էինք բացատրում Երևանից։ Հիմա Մարկո Ռուբիոն մեզ բացատրում է, որ բա չեք հասկանում, որ Չինաստանը չի կարելի կոնֆլիկտի գնալ։ Բա գնացիք կոնֆլիկտի հայտարարություններն արեցիք խայտառակ եղաք, որից հետո նոր բացատրում եք, որ դա իհարկե հասկանալի է։ Շատ ուրախ ենք, որ դուք արդեն հասկացել եք։ Դա նշանակում է ճիշտ ուղու վրա եք ոնց որ թե։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ Ուկրաինան առաջին անգամ միացել է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին, որպես այլ պետությունների աջակցություն ցուցաբերող երկիր։ 70 ուկրաինացի հրշեջներից բաղկացած խումբն արդեն ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ պայքարին։ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմին, Ուկրաինան շարունակում է օգնել եվրոպական երկրներին մարդկային կյանքեր փրկելու հարցում։ Սա է եվրոպական համերաշխությունը, ամեն օր Ուկրաինան ապացուցում է, որ իր տեղը մեր միության մեջ է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Շատ դրական, ողջունելի, ինչքան էլ ուզում ինքը խնդրեմ ունենա, ինքը ասում է այդ ընտանիքի անդամ եմ, բավական մեծ էլ փորձ ունեմ, կուղարկեմ ձեզ ամեն ինչով կօգնել եւ ինչպես տեսնում եք գնահատականն էլ հնչեցվեց Եվրահանձնաժողովի նախագահի կողմից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի հարվածներ են հասցվել Սև եւ Ազովի ծովերի տարածքներում։ Արդյունքում խորտակվել է ռուսական Յանինա կոնտեյներային նավը, որն ուներ ավելի քան 100,000 տոննա բեռնատարողություն։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները հարվածել են Բաշկորտոստանում գտնվող 3 ռուսական նավթավերամշակման գործարանների ենթակառուցվածքներին։ Այդ գործարանները տարեկան վերամշակում են միլիոնավոր տոննա նավթ, ասել է Զելենսկին։ Տեսնում եք, հարվածները կետային, շատ հստակ հասցնում են, որի պարագայում Ռուսաստանը ստիպված է Հնդկաստանից բենզին առնի, էլ Մարոկկոից բենզին առնի, միջև բզբզի Այս ամեն ինչը ցույց է տալիս իրական վիճակը այն ինչ որ ունեն։ Էլ Վայլդբրիզի պահեստներն էլ նա տեսակ ինչ վիճակում է։ Մի բան էր այն սկանդալային կար, փորձեմ մի հատ դրան էլ անդրադառնամ, եթե ժամանակ կմնա ուրիշ հարցերից եք խոսենք։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելուց հրաժարվելու մասին։ Ծրագրի շուրջ առաջացած տարաձայնություններն այլևս չեն բխում նախապես դրված նպատակների շահերից։ Ինչ է անդրադառնում FIFA-ի հետ կապված նախ որտեղ Դոնալդ Տրամպն ասել էր, որ Ինֆանտինոին պետք է առաջարկեր, որ դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, որ ասում ենք ինչ աբսուրդ բան, այս մարդը ինչ կապ ունի ընդհանրապես քաղաքականության հետ, բացի դրանից Անտոնիո Գուտերեշը Պորտուգալիայից է, իսկ ՄԱԿ-ը հաջորդ գլխավոր քարտուղարին հաստատ ընտրելու է ոչ Եվրոպայից, որտեղ ընդունված է, որ տարբեր ռեգիոններ համամասնորեն ներկայացված լինեն։ Բայց քանի որ Դոնալդ Տրամպը շատ գոհ էր Ինֆանտինոյի հետ շփումից, ինքը ուզում էր նրան առաջ տանել։ Իսկ այս մարդը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվում։ Ինֆանտինոն ընդգծել է, որ նախագիծը կոչված էր աջակցելու ազգային ֆեդերացիաներին, սակայն բոլոր կարծիքները լսելուց հետո պարզ է դարձել, որ այն պառակտում է առաջացնում։ Մեր նպատակը միշտ եղել է եւ կմնա միավորումն ու կատարելագործումը, հետեւաբար այս առաջարկը չի ընդունվի, նշել է FIFA-ի նախագահը, այսինքն ինքը իր առաջարկից հետ է կաշվել, բայց ինչ առաջարկի մասին էր խոսքը։ Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ FIFA-ն նախատեսում էր ստեղծել $20 միլիարդ արժողությամբ FIFA Forward Enterprise ընկերություն եւ դրա բաժնետոմսերի 1/4-ը 4.2 միլիարդ դոլարով վաճառել արտաքին ներդրողներին։ Ժորժ ջան, բայց ով էր կասկածում։ Եթե Ինֆանտինոն հանդիպել է Դոնալդ Տրամպի հետ, մի 4 միլիարդի գործարք չաներ, 4 միլիարդ դոլարի եղածն ի՞նչ է։
Տրամպի հետ մարդը հանդիպի ֆիզիկապես խոսա ու չուզենա մի 4 միլիարդ փող աշխատի։ Բա ինչ էիք ուզում։ Հետո հասկացավ բռնվեց։ Տրամպն էլ ասեց, բա արի քեզ էլ դարձնենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսը ինչ է ասում։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության, այսինքն UEFA-ի, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի FIFA-ի հոմաներկո անցկացվող մրցաշարերը բոյկոտելու որոշումը կապված է ոչ թե ֆուտբոլի, այլ կազմակերպության գործունեության կարգավորման հետ։ Ֆուտբոլին բաժնետեր պետք չեն, նրան կանոններ են պետք։ Իդեպ ասեմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն եղել է Շվեյցարիայի նախագահ, այն էլ մի երկու անգամ։ Եվ քանի որ Ինֆանտինոն էլ է Շվեյցարիայից, այս մարդը կոշտ ձևով իրան կպնում է, որ բացատրի հանկարծ բոլոր շվեյցարացիների անունը չգցեք, էլի, ասեք գնացել է կոռուպցիոն սկանդալների մեջ է հայտնվել։ Դրա համար հենց ինքը այդ ձևի կոշտ արձագանքում է նրան։ Բերսեի խոսքով վերջերս կայացած աշխարհի առաջնությունը բացահայտել է կառավարման խնդիրներ, այդ թվում ԱՄՆ հավաքականի հարձակվողի որակազրկման չեղարկումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ հեռախոսազրույցից հետո։ Ավելի աբսուրդ բան ով էր պատկերացնում։ Ամերիկայի նախագահը զանգում է FIFA-ի նախագահին, ասում է, այդ որ կարմիր քարտ եք ցույց տվել, այդ հեչ եք անում, այդ ես եմ ասում։ Ամբողջ աշխարհը իմացավ, ժողովուրդ, սենց բան են անում։ Հետո էլ ասեց, լավ տղա է, իմ ասածը որ անում է, էսա իրան դարձնելու ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությանը, որով նա տեղեկացնում էր մրցաշարի իրավունքները մասնավոր հատվածին փոխանցելու գաղափարից հրաժարվելու մասին, UEFA-ն արձագանքել է պաշտոնական հաղորդագրությամբ։ Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը ողջունել է այս ծրագրից հրաժարվելու FIFA-ի որոշումը եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր FIFA-ի նախագահին հասկացրել են, որ ֆուտբոլը չի վաճառվում։ UEFA-ն խիստ քննադատության է ենթարկել Ջանի Ինֆանտինոյին, որը FIFA-ի նախագահի պաշտոնը ստանձնելիս թափանցիկություն էր խոստացել։ Էլի հիշեցնենք, էս են Ինֆանտինոն է, որ կատարեց Թրամփի հանձնարարությունը եւ Ինֆանտինոն, որին Թրամփը ցանկանում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար սարքել։ FIFA-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն UEFA-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը։ Ինֆանտինոն չի կատարել իր խոստումները, անթափանց կուլիսային եւ կասկածելի գործարքը, որը նա նախապատրաստել եւ փորձել է իրագործել, ամեն ինչ էր, բայց ոչ երբեք թափանցիկության դրսևորում, ասված է UEFA-ի հայտարարության մեջ։ Այնպես որ տեսակ իրավիճակը ինչա կատարվում, Իրանի հետ կապված էլի հարցեր կան, դրան վաղը կանդրադառնանք, որովհետև այնտեղ էլ լարվածությունը բավական մեծ է, այնպես որ փորձենք մատները սպայենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարկերակին, որովհետև դա նաև մեր տարածաշրջանի լարվածության հետ կապված ուղղակիորեն առնչություն ունի։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։